Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկուշ հաղորդաշարն է։ Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ շատ մտահոգող մի հարցով, որը ուղիղ առնչվում է մեր պետականության պահպանմանը, մեր ազգային անվտանգությանը։ Ուրեմն, երբ որ իմ ներկայությամբ կամ ես պարբերաբար այստեղից այնտեղից լսում էի, որ Հայաստանը աշխարհում գոյություն ունեցող մոտավորապես 192 պետությունների մեջ թոքերի քաղցկեղի մահացությամբ 26-րդ տեղում է, ես կարծում եի, որ դա պարզագույն հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, բայց ես անցած տարի ուրեմն գիտական աշխատությունների փնտրտուքի մեջ ինձ բերեց միջազգային բարձր վարկանիշ ունեցող կանսեր ամսագիր ժուրնալը գիտական, որտեղ 40-ից ավել հայ բժիշկներ նկարագրում էին, որ իրոք թոքերի քաղցկեղից Հայաստանը 26-րդ տեղում է։ Իհարկե, իրենք փորձում են հիմնավորել, որ քանի որ տղամարդկանց մոտ 3 անգամ ավելի շատ է, քան կանանց մոտ, ապա հավանաբար դա ծխելու պատճառով է։ Բայց ես ուզում եմ մեր բժիշկներին հիշեցնել, որ ովքեր են աշխատում շինարարությունում, տղամարդիկ, ովքեր են մեքենավարում, տղամարդիկ, ովքեր են անընդհատ փողոցում մաքրություն անում, մեքենա վարում, շինարարության մեջ, հիմնականում տղամարդիկ։ Այսինքն եկեք չկապենք դա ուղիղ ծխախոտի հետ։ Հաջորդ պահը ես ուզում եմ ասել, որ ես չկարողացա ավելի շուտ զգայական մակարդակով ինձ համար շատ բարդ էր փնտրտուք անել եւ հասկանալ քաղցկեղի այլ տեսակներից Հայաստանը որ երրորդ տեղում է։ Հիմա ես պատրաստել եմ մի փոքր սահիկաշար եւ ուզում եմ իմ փոքր այդ սահիկաշարով ձեզ հետ կիսվել։ Առաջինը խնդրում եմ ուրեմն տեսեք, ես դա վերնագրել եմ քաղաքաշինական գործունեությունը եւ մթնոլորտային օդի որակը Երևանում։ Հաջորդիվ մենք տեսնում ենք, որ ես ներկայացրել եմ ձեզ Արարատյան դաշտի ռելիեֆային քարտեզը, ասեմ, որ Արարատյան դաշտը ծովի մակարդակից բարձր է մոտ 800-850 մետր եւ վերևի մասում այդ ռելիեֆային մենք տեսնում ենք Արագած լեռնազանգվածը եւ Գեղամա լեռները, իսկ ներքևի հատվածում Արաքսից այն կողմ Թուրքիայի տարածքում մեր հայկական պարն է եւ անշուշտ Արարատը, մեծ եւ փոքր Արարատները եւ այս 4 լեռնազանգվածները փաստացի Արարատյան դաշտը պահում են շրջափակված, որի արդյունքում ուրեմն գարնան ամառ աշուն սեզոններին մենք ունենք օդափոխություն հիմնականում այս լեռնազանգվածներից սառոթը մխրճվում է դեպի Արարատյան դաշտ նաև Գեղամա լեռներից անշուշտ իսկ արդեն ձմեռային սեզոնին մենք ունենք այսպես կոչված ջերմային ինվերսիայի երևույթ, երբ որ սառը օդը մտնում է Արարատյան դաշտ, մտնում է կարծես թե թակարդի մեջ չի կարողանում սառը օդը քանի որ ծանր է, ճնշում այդտեղ բարձր է, ապա ինքը չի կարողանում Արարատյան դաշտից դուրս գալ եւ մնում է թակարդված Արարատյան դաշտում։ Հաջորդ կադրը հիմա նայենք, ես ձեզ փորձում եմ ներկայացնել այստեղ ջերմային ինվերսիան ինչ բան է։ Նորմալ վիճակում ես ձախ կողմում մենք ունենք Արարատյան դաշտի այսպես սխեմատիկ մի պատկեր, այնտեղ Երևանի սխեմատիկ պատկերն է եւ գարուն ամառ աշուն սեզոններին Երևանում արտադրված տաք օդը, քանի որ ինքը թեթև է, ճնշումը փոքր է, ինքը պետք է բարձրանա վերև եւ սառը օդը մխրճվի Արարատյան դաշտ, նաեւ Երևան քաղաք եւ այդպես տեղ գտնի օդափոխություն։ Այն ինչ որ ունենք գարուն ամառ աշուն փուլերում, իսկ ձմեռային փուլում, որը դա աջ կողմի ուրեմն այսպես ասած սխեման է, ունենք ջերմային ինվերսիայի երևույթ, որովհետև սառոթը, դեղնավուն այդ օդը, սառոթը մտել է Արարատյան դաշտ, ինքը ծանր է, ինքը չի կարող թեթև բարձրանալ վերև, իրենից վերև համեմատաբար տաք օդն է եւ տաք ու սառը, տաք օդը ավելի թեթև է, սառոթը ավելի ծանր է, ծանր օդը, սառը օդը մնում է Արարատյան դաշտում, մտնում է Երևան քաղաքում եւ մենք Երևանի մեջ ինչ արտադրում ենք, ինչ թունավոր գազեր, փոշի, ամենը մնում է այդ ծանր օդի մեջ կախված։ Հաջորդը եկեք նայենք, ուրեմն մենք ունեցել ենք մի մեծ հայ մարդ,
մեծ ու գրագետ ճարտարապետ եզակի որը այսպես եզակի երևույթ է այսօրվա համար ես այսօր չեմ տեսնում մի գրագետ ճարտարապետի որը ընդվզի Երևանի հետ կատարվողի հետ իսկ Ալեքսանդր Թամանյանը 24 թվին տվեց գլխավոր հետևյալ հատակագիծը դուք տեսնում եք որ Երևանի ամբողջ հատակագիծը շրջապատված է կանաչ տարածքներով որովհետև ինքը հասկանում էր որ մի կողմից Երևանի նմանատիպ հատակագիծը մյուս կողմից կանաչ գոտիները ապահովելու են Երևանի մաքրությունը, այսինքն բնական այդ երևույթից, որը կոչվում է ջերմային ինվերսիա, մենք փաստացի պաշտպանված ենք լինելու, այսինքն ոչ թե ամեն ինչ ամեն մեղ գցելու ենք բնական երևույթի հետ, այլ լինելով մարդ բանական, հայ մարդ բանական 21-րդ դարում մենք փորձելու էինք մենք Երևան քաղաքը այնպես կառուցել ու կառուցապատել, որ ջերմային ինվերսիան չսպանի հայ մարդուն, չսպանի երևանցուն, չսպանի հայ երեխային։ Հաջորդը խնդրում եմ։ Ուրեմն ես հիմա ձեզ հետ կփորձեմ ժամանակի մեջ տեղավորվելով արագ քննարկել փոշու քանակները ըստ հայ մոնիտորինգի կենտրոնի տվյալների ըստ քաղաքապետարանի, այսինքն այս տվյալները ես պետական տվյալներ եմ վերցնում եւ ձեզ ցուցադրում։ Հաջորդը Երևանի շինհրապարակներում փոշու քանակները, որը նորից քաղաքապետարանի կայքեջում է, որից հետո մի փոքր մենք կանդրադառնանք շինարարական մշակույթին Հայաստանում, Շվեյցարիայում, ինչու՞ չէ նաեւ Չինաստանում, անդրադարձ կանեմ փոշու այլընտրանքային աղբյուրներին, հետո ինքս ինձ հարց կտամ եւ կպատասխանեմ, որ Երևանում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը ընդամենը 4.4 մետր քառակուսի է եւ մենք բոլորովին էլ չենք մոտենում 8 մետր քառակուսուն հիշեցնեմ որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության առնվազն պետք է լինի 9 մետր քառակուսի մինչեւ 21 մետր քառակուսի մենք ուրեմն առնվազն 2 անգամ քիչ ենք քան պահանջվող կանաչ տարածքը եւ որից հետո եթե ժամանակ կմնա ես կանդրադառնամ նաեւ սարքերի որոշ խնդիրների հետ հիմա հաջորդին անցնենք այստեղ ես ձեզ ներկայացրել եմ հայ մոնիտորինգ կենտրոնի ուրեմն Երևանի հատակագծի սխեման է այնտեղ դուք տեսնում եք 8 տեսնում եք 5 հատ մեծ սև գույներ, դրանք այն սովետական ժամանակաշրջանից մեծ ժառանգություն մնացած մոնիտորինգի կայաններն են, որտեղ արվում է օդում փոշու համալիր քանակի չափում։ Անշուշտ այդ 5 դիտակայանները հին են, մաշված են, արդեն կասկածելի են դրանց տվյալները, բայց ունենք այն, ինչ որ ունենք։ Բոլորովին վերջերս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եւ Խանջան Փողոցի արանքում դրվեց նոր ժամանակակից փոշու ըստ չափերի տարանջատման մեկ սարք, ես կբացատրեմ դա ինչ է նշանակում, փոշու տարանջատումից չափերի եւ մի նմանատիպ կայան էլ տեղադրվել է Դավիթ անհախտի ուրեմն Արցանի ուրեմն հետևում գտնվող զբոսայգում նմանատիպ մի կայան։ Կարմիրով նշված է քաղաքապետարանի այն կայանները, որը քաղաքապետարանն է որոշել հետևել Երևանում օդու մեջ եղած փոշու տարանջատված ըստ չափերի քանակներին։ Հաջորդը խնդրում եմ։ Ես ուրեմն ձեզ ներկայացնում եմ 25 թվականի 24-ից 25 թվականի ուրեմն դեկտեմբեր-հունվար ամսվա մեկ կտրվածքով Երևանի մոնիտորինգի կենտրոնի տվյալները դա ձախ կողմի գրաֆիկն է դուք տեսնում եք որ այնտեղ նորման 150 միկրոգրամ մետր խորանարդում է եւ տեսնում եք որ մենք փաստացի 1 ամիս որը ես ձեզ եմ ներկայացրել ուրեմն այդ 1 ամսվա ընթացքում մենք անընդհատ քայլում ենք խառը փոշու քանակների մեջ բավական բարձր եւ սահմանային ուրեմն քանակներին մոտիկ եթե մենք նայում ենք աջ կողմի դիագրամը տեսնում ենք նորից այդտեղ ներկայացրել եմ ամառային ամիսների տվյալները անշուշտ այստեղ շատ ավելի քիչ են փոշու քանակները ամռանը եւ սահմանային թույլատրելի խտությանը հազվադեպ են մոտենում հիմնականում դա Գրիգոր Լուսավորիչ Ագաթան Գեղոս փողոցի վրա դրված կայանի տվյալներն են բայց եկեք ֆիքսենք որ միևնույն է ամռան ամիսներին 3
եւ ավելի ուրեմն մոտ 3 անգամ մենք ունենք գերազանցում նորմաների հենց նույն հուլիսի 12-ին հաջորդը խնդրում եմ հիմա մենք փոքր անդրադառնանք Երևանի քաղաքապետարանի դրած սարքավորմանը ասեմ որ սովետական սարքավորումներում փոշին մենք չափում ենք մոտավորապես 70-80 սանտիմետր բարձրության վրա այսինքն այդ սարքավորումները դրված են սովորական սեղանի վրա որոնց մոտենում է օպերատորը եւ աշխատացնում է իսկ քաղաքապետարանի դրած օդի ուրեմն օդում փոշու քանակների որոշող եւ ոչ միայն փոշու այլ պարամետրերի եւս նրանք գտնվում են 2.5 մետր բարձրության վրա հաջորդը խնդրում եմ 2.5 մետր բարձրության վրա կներեք մենք քայլում ենք առնվազն ուրեմն կես մետրից մեր երեխաները բարձրության վրա են գետնից ունեն շնչառական շնչելու հնարավորություն 1.5 մետր բարձրության վրա ես եմ շնչում թող մաքսիմում 2 մետրի վրա եթե մենք չափում անում ենք 2.5 մետրի վրա մենք չենք տալիս այն իրողությունը թե 1.5 մետրի վրա օդի աղտոտվածությունը ինչքան է այսինքն արդեն ի սկզբանե մեթոդական առումով նմանատիպ չափումը սխալ է հիմա տեսեք այնտեղ գրված է անգլերենով PM10 եւ PM2.5 ուրեմն գիտությունը պարզել է որ փոշին կարելի է ըստ իրեն չափերի տարանջատել հիմա կա նաև PM1 PM2.5 PM5 եւ PM10 հիմնականում սրանք են ուշադրության կենտրոնում որտեղ պարզվեց գիտականորեն որ մեծ փոշին մեր թոքերը հազի միջոցով ձերբազատվում է իսկ փոքր փոշին մտնում է թոքերի մեջ մնում է թոքերի պատերին թափանցում է արյան հոսք եւ ապականում է մեր օրգանիզմը հասցնելով ընդհուպ թոքերի քաղցկեղի դրա համար հիմա աշխարհը ավելի քան մեծ ուշադրություն դարձնում է PM2.5-ին եւ PM1-ին հաջորդը խնդրում եմ այսինքն երբ որ ես ձեզ ասում եմ փոշու քանակների տարանջատում ըստ չափերի սա նկատի ունեմ քաղաքապետարանի տվյալների համաձայն այսինքն այդ սարքավորումներով որոնք իրենք չափում են 2.5 մետր բարձրության վրա մենք տեսնում ենք PM2.5-ը PM2.5 այստեղ տված է նրանց օդի որակի ինդեքսի ձևով է տված օպտիմալ ինդեքսը միջև 50-ն է հիմա տեսեք ձախ կողմում ես ձեզ ներկայացրել եմ 25 թվականի հունվար ամսվա տվյալները դա տեսնում եք որ հունվարի 2-ից մինչև հունվարի 9-ն է ընդհանրապես բայց տեսնում եք ինչ ահռելի աղտոտվածություն ունենք PM2.5-ով այսինքն այն փոշին է դա որը մեր արյան համակարգով ինչպես COVID-19-ի վարակիչ մանրեն հանգիստ մեր թոքերի ուրեմն պատերից մտնում է արյան հոսք եւ այնտեղից տարածվում մեր օրգանիզմում իսկ փոշու մեջ ինչ բաղադրություն ունեն, ինչ օրգանական թունավոր նյութեր են, ինչ ծանր մետաղներ են դրա մասին ես տեղեկություն չեմ կարող տալ, որովհետև ես դրա տվյալները չունեմ, բայց ակնհայտ է, որ միջև 5 անգամ եւ ավելի ուրեմն մանր փոշին օդում ձմռանը ավելանում է Գիտեք, եթե դուք կառավարությանը ցույց եք տալիս այս թվերը, որոնք հենց իրենց կայքեջից են, իրենք սկսում են արտարանել, դե ջերմային ինվերսիա է, մարդ բանական, հայ մարդ բանական, եթե դու գիտես, որ Երևանը գտնվում է Արարատյան դաշտում, շրջափակված է լեռնազանգվածներով եւ ջերմային ինվերսիան անխուսափելի է, ինչու է ստանում այդքան վայրակ քաղաքաշինական ճարտարապետական գործունեություն։ Նորից խնդրում եմ նախկին ուրեմն սլայդը խնդրում եմ, եթե դուք տեսնում եք, ապա աջ կողմում ամառային սեզոնն եմ տալիս, այնտեղ իհարկե երևում է, որ 2.5 PM փոշին մոտ է սահմանայինին, բայց դուք հասկանում եք, որ ես այնտեղ տալիս եմ հուլիսի 23-ից մինչև ուրեմն օգոստոսի 8-ը եղած միջին տվյալները այս 4 կայաններից կան դեպքեր, որ 3-ն է միայն, եւ տեսնում եք, որ հայ երեխան Երևանի փողոցներում
քայլում է ամեն օր, այո, թեև սահմանային թույլատրելի խտությանը մոտ, բայց անընդհատ ինքը գտնվում է մանր փոշու միջավայրում։ Իսկ գիտականորեն հիմնավորված է, որ PM2.5-ը բացառապես մարդածին գործունեության արդյունք է, որ սովորական բնական պայմաններում PM2.5 չափի մասնիկներ շատ քիչ են արտադրվում, որ դա մարդկային գործունեության հետևանք է։ Ներքևում ես ձեզ ներկայացնում եմ PM10-ը, ավելի խոշոր փոշու մասնիկները ձմռանը, նորից տեսնում եք, որ այո, ջերմային ինվերսիայի պատճառով փոշու քանակները, խոշոր մասնիկների քանակները 3 անգամ, 3.5 անգամ նույնիսկ բարձր են Երևանում, այսինքն խոշոր փոշին էլ շատ է, իսկ աջ կողմի դիագրամում դուք տեսնում եք ամառային ամիսներին, իհարկե ինքը խոշոր փոշին շատ ավելի քիչ է, բայց մի կարևոր հանգամանք, մենք անընդհատ այդ փոշու մեջ ենք։ Եթե դուք նկատել եք ձմռանը, ուրեմն մենք նոյեմբեր ամսին անցկացրեցինք շատ ծանր օրեր։ Նոյեմբեր ամսին, ուրեմն 25 թվականի նոյեմբերը տեղումներ չկային եւ Մասիսը ամբողջովին գտնվում էր փոշու շղարշի մեջ եւ մենք հնարավորություն չունեինք հիանալու Մասիսով։ Ձյունը եկավ, որպես լավ ակտիվ ադսորբենտ ձյունը մաքրեց օդը, մենք ունենք կապույտ երկինք եւ Մասիսը տեսնում ենք, բայց վերջի օրերին տեղումները չկան, սառնամանիքի պատճառով սառցի եւ ձյան շերտի տակ գտնվող ասֆալտը քիչ-քիչ ձերբազատվում է եւ բացվում է փոշու աղբյուրները։ Արդեն հայ մոնիտորինգի կենտրոնը ներկայացրեց, որ փոշու քանակները նորից օդում շատ բարձր են Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա։ Հաջորդը խնդրում եմ հիմա գնանք շին հրապարակներ, հաջորդը, ուրեմն Երևանի քաղաքապետարանը որպեսզի կարողանա իբրև թե վերահսկել շին հրապարակներում փոշու արտանետումներին, նրանց նույնպես պարտադրել է, որ տեղավորեն նույն տիպի ուրեմն սարքավորում, որոնք տեղավորում են 2.5 մետր բարձրության վրա, եւ այստեղ լիքը հարցեր կան, այնտեղ այսպես փոշի աղբյուրից 6 մետր աճ, 6 մետր ձախ, շատ անորոշ հարցեր են, բայց ինչևէ քաղաքապետարանը իր կայքեջում ֆիքսում է շին հրապարակներում եղած փոշու քանակները այս ավտոմատ սենսորային համակարգներից ստացված ուրեմն տվյալների համաձայն։ Հաջորդը խնդրում եմ, որպեսզի ես կարողանամ հասկանալ ինչ է կատարվում, վերցրել եմ Երևանի համար ամենացածրադիր երկու վարչական շրջանները Մալաթիա, Սեբաստիա, Շենգավիթ 850 մետր բարձրություն ծովի մակերևույթից եւ ամենաբարձրը Ավանը եւ Նոր Նորքը, որոնք մոտավորապես 1350 մետր բարձրության վրա են գտնվում ծովի մակարդակից եւ այս վարչական շրջաններում գտնվող շին հրապարակների տվյալներն են վերլուծել։ Հաջորդը խնդրում եմ Եվ ինչ եմ տեսել, ուրեմն վերցրել եմ դեկտեմբեր ամսվա ուրեմն միջինացված տվյալները 24 թվականի սրանք տվյալներն են 24 թվականի դեկտեմբեր ամսվա միջինացված տվյալները PM 2.5 համար մանր փոշու համար, որոնք թոքեր են ներթափանցում եւ տեսել եմ, որ թե Ավանում, թե Նոր Քմարաշում, թե ներողություն Նոր Նորքում, թե Մալաթիա Սեբաստիայում, թե Շենգավիթում, ուրեմն եւ PM10-ը եւ PM2.5-ը շատ բարձր են ձմռան ամիսներին, ուրեմն սահմանային թույլատրելի մակարդակներից։ Դուք տեսնում եք, որ Շենգավիթում ընդհանուր առմամբ մոտ 3 անգամ եւ ավելի ուրեմն փոշու քանակները 2.5 գերազանցել են։ Մենք տեսնում ենք, որ նույն Ավանում փոշու քանակները գերազանցել են 3 անգամ ձմռան ամիսներին, ընդ որում փոքր փոշին, որը թափանցում է թոքերը։ Մեծ փոշին էլ բավական բարձր է, 2.5 անգամ եւ ավելի բարձր է։ Ներքևի ուրեմն դիագրամներում ես ներկայացրել եմ ձեզ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամսվա 25 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամսվա միջինացված տվյալները։
դուք տեսնում եք, որ PM2.5-ը ամռան ամիսներին, որի ժամանակ ջերմային, ուրեմն ինվերսիա չկա Արարատյան դաշտում, միևնույն է փոշու քանակները ահասարսուռ են, նրանք սահմանային թույլատրելի արժեքները անցնում են, բայց այստեղ ես ուզում եմ, որ կառավարության անդամների, այսպես ասած, բերանը փակել նրանով, որ միայն չպետք է նայել, որքան անգամ է բարձր սահմանային թույլատրելին, այլ պետք է հետևել այն փաստին, որ մենք հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին անընդմեջ քայլում ենք փոշու միջավայրում, ընդ որում PM2.5-ի մեջ, իսկ այդ PM2.5-ը մեր թոքերի պատերի մեջ է նստում եւ այնուհետեւ անցնում է մեր այրան համակարգ։ PM10-ը մենք տեսնում ենք, որ շատ ավելի քիչ է։ Ես ձեզ ասացի, որ PM2.5-ը հիմնականում մարդկային գործունեության արդյունք է։ Հաջորդը խնդրում եմ։ Ես բոլորովին վերջերս պատահաբար դեմ առա հետևյալ ֆիլմին, որը Նոյան Տապան հարթակը թույլ չի տալիս ցուցադրել ձեզ համար, ինքը կարճ ֆիլմ է, ես ձեզ հորդորում եմ, որ տակ որոնում շրջած Երևանի շինհրապարակներով ֆիլմը եւ դիտեք։ Ես այդ ֆիլմը տեսնելուց հետո իմ մոտ հարց ծագեց. ինչու է Երևանի քաղաքապետարանը նմանատիպ ֆիլմ արտադրում եւ դնում YouTube-ում, ցույց տալու համար, որ ինքը անսահման անճար է, թե ցույց տալու համար, որ ինքը անգրագետ է, թե ցույց տալու համար, թե ինչ միջոցներով է, ինչ քաղաքականությամբ է ինքը ստվերային գումարներ աշխատում։ Հաջորդը, խնդրում եմ, ես քանի որ հնարավորություն չունեի ֆիլմը ձեզ ցուցադրելու, ես այդ ֆիլմից կադրեր եմ արել։ Ուրեմն տեսեք, այս ձերքով խոսող մարդը դա քաղաքապետարանի աշխատակիցն է, որը աշխատում է Վերնիսաժին հարակից գտնվող սովետական միությունից մնացած այդ պետական շենքում եւ այդ շենքի իր աշխատասենյակից իջել է բակ, իր շենքի բակ, Վերնիսաժի հակառակ կողմ, որտեղ շինհրապարակ է։ Տեսեք, նրա գլխին սաղավարտ չկա, նրա հագին բանվորական հագուստ չկա, ձեռնոց չկա, վստահ եմ գեղեցիկ էլ կոշիկներով է։ Նրա դիմաց կանգնած է շինարարության պատասխանատուն, նրա հագին աշխատանքային հագուստ չէ, միայն մի հատ սաղավարտ է դրել գլխին։ Ներքևի կադրում դուք տեսնում եք շինհրապարակի վիճակը։ Եկեք հանկարծ դուք ինչ ասեք, դե հերիք է մեզ համատեք Շվեյցարիայի հետ, Չինաստանի հետ, Գերմանիայի հետ, դուք հասկանում եք, որ Գերմանիայի շինհրապարակ եք մտնում, ինձ նույնիսկ մի անգամ մի ճարտարապետ վկայում է, ասում է, հայ ճարտարապետ վկայում է, ասում է, երբ որ մտա շինհրապարակ, ինձ թվաց, որ եթե ես սպիտակ գուլպաներով մտնեի, իմ սպիտակ գուլպաները այնտեղ չէին աղտոտվի, այդքան մաքուր էր շինհրապարակը։ Եվ ձեզ մի կադր եմ ներկայացնում, որտեղ իբրև թե փոշին կլանող ցանց է կախված այդ կատարվող շինարարական ուրեմն շենքից։ Տեսնում եք, այսպես հազար ներողություն։ Ես այլ համարժեք բառ չեմ գտնում հիմա ասելու, որ սա բլեֆ է։ Այսինքն ցույց են տալիս, դե տեսեք, էլի փոշի կլանող ցանցել են կախել նույնիսկ։ Եվ ֆիլմի մեջ զրույցի ընթացքում պետական պաշտոնյան այսպես սպառնում է շինարարին, ասելով, դե տեսեք, մենք ձեզ կդուկանենք, տենում եք ցանցը լավ չի կախած, պատկերացնում եք, շինարարությունը հասել է արդեն որերորդ հարկ, իսկ նա իր աշխատասենյակի ուրեմն պատոհանից անգամ չի տեսել, որ այդ կատարվող շինարարությունը ցանց փոշի կլանող ցանց չունի։ Նոր է արդեն սպառնում, ավելին սպառնում է, որ ինչ որ տուգանքներ կբարձրացնի։ Ես ուզում եմ հարցնել մեր պետական պաշտոնյաներին, տուգանքները բարձրացնելով, արդյոք դուք փրկում եք թոքերի քաղցկեղից հայ մանուկին, արդյոք դուք փրկում եք ընտանիք կերակրող հորը թոքերի քաղցկեղից, արդյոք դուք փրկում եք ընտանիքի մորը թոքերի քաղցկեղից, դուք այդ հարցերի պատասխան ունեք, դուք դրա բարոյական իրավունք ունեք ինքնագլուխ նմանատիպ անգրագետ ֆիլմեր նկարահանելով ցույց տալ ձեր կոռուպցիոն ողջ ռազմավարությունը։ Հաջորդը խնդրում եմ։ Ուրեմն շինարարական հրապարակներում իրենք պարտավոր էին, որպեսզի մեքենաների անվադողերը լվացվեն, որպեսզի շինարարական ողջ գործընթացը ընթանա ջրի շիթի տակ, ինչպես այն վերևի կադրն եմ ցույց տվել։ Ես ձեզ ցույց եմ տվել միջազգային տարատեսակ կադրեր, թե ինչպես պետք է արվի աշխատանքը։ Հաջորդը խնդրում եմ։
Եվ իմ ուսանողը ինձ ուղարկում է շվեյցարական մի փոքր ֆիլմ, այ կառուցվող շենքը այսպես փաթաթում են փոշին կլանող ցանցով ու նոր ներսում անում են շինարարություն։ Նույնատիպ ֆիլմ ես ունեմ, ցավում եմ, որ Նոյան Տապանը հնարավորություն չունի այլ ուրեմն ֆիլմեր ցուցադրելու, եւ ես չկարողացա, նույնը Չինաստանում է։ Ես ունեմ այդ ֆիլմերը, նորից իմ ուսանողներն են ինձ տրամադրել այդ ֆիլմերը, որ տեսեք թե Չինաստանում ինչպես են անում շինարարությունը, որ մի կաթիլ փոշի անգամ չգնա։ Դուք պատկերացնում եք Շվեյցարիայում ասֆալտը շինհրապարակի կողքի ինչքան մաքուր է։ Իսկ ես այսօր Մալացիա Սեբաստիայում անցնում եմ մի մայթով, որտեղ իմ կոշիկները աղտոտվում են, որովհետև կողքը շինհրապարակ է։ Հաջորդը խնդրում եմ։ Սա իմ արարած կադրն է ձախ կողմից շինհրապարակ է Կորյունի փողոցի եւ Գևորգ Քոչարի փողոցի խաչմերուկում, արդեն տարուց ավել է այս նույն վիճակն է, եթե ավելի շատ չի։ Իսկ այստեղ աջ կողմում իմ կադրերը չեն, ես սոցցանցերից եմ վերցրել, բայց մարդ բանական հայ մարդը Երևանում շինհրապարակ է ձևավորում, պայթունով, այսպես բառադի, ներողություն եմ այս տիպի բառամթերքի համար հարգելի հեռուստադիտող, բայց սա է մեր մշակույթը, հա 12000 տարվա քաղաքակրթական շերտ ունեցող հայ ազգի քաղաքաշինական մշակույթը սա է։ Հաջորդ կադրը խնդրում եմ։ Այո, տեսեք ինչ շենքեր ենք մենք կարողանում պայթեցնել եւ փոշու ինչ դղրձյուն է բարձրանում։ Իսկ սրտաբանական ինստիտուտի փլզման մասին հարակից գիտական հիմնարկների աշխատողներ ինձ պատմում են, որ իրենց սկզբից թվացել է, որ պատերազմ է սկսվել։ Դուրս են թռել, տեսել են փոշու դուման, փոշու ամպ, հետո ժամեր հետո միայն հասկացել են, որ շենք պայթեցրին։ Եվ դա 21-րդ դարի երկրորդ տասնամյակում Երևանի քաղաքապետարանի ուղիղ թույլտվությամբ։ Հաջորդը խնդրում եմ։ Այո, Երևանի քաղաքապետարանի ուղիղ թույլտվությամբ, որովհետև ես այս թեմայով խոսել եմ Երևանի քաղաքապետարան աշխատակցի հետ, իրենք հիմնավորեցին, որ մասնավոր այդքան փող չունի, որ ըստ պահանջված մեթոդաբանության ապա մոնտաժի հին շինությունը։ Ուրեմն ձախ կողմի երկու կադրերը իմը չեն, այստեղ ցույց է տված, որ անձրևաջրերի ժամանակ ինչպես են մեր Երևանի տանիքները, պատերը ամեն ինչ լվացվում, փոշին իջնում է փողոց, հետո այս ջրերը, անձրևաջրերը փախչելու տեղ չունեն, որտեղ մենք անձրևաջրերի անձրևատար խողովակներ համապատասխան մինչ օրս կարգավորված չունենք, հետո այս անձրևաջրերը մի ձևի կփախչեն եւ ամբողջ փոշին կմնա ասֆալտի վրա, որը հետո նորից կբարձրանա, իլրումն շինարարական գործող շինարարության փոշու։ Ներքևում, երբ որ մեքենաները այսպես ուրեմն ակտիվ լվանում են, այս ամբողջ լվացող փոշին, լվացող նյութը աերոզոլի ձևով հետո չորանալու է, հեղուկ մասը պոկվելու է, տակը մնալու է լվացող նյութի փոշին։ Իսկ այդ լվացող նյութի փոշին մենք կուլ ենք տալու կամ էլ շնչելու ենք մեր թոքեր։ Աջ կողմում մի կադր է իմ արած նկարահանումն է, սա Կորյունի փողոցն է, նմանատիպ ես իրավիճակ հանդիպել էի նաև Բաղրամյան փողոցում, պարզվում է մեր քաղաքապետարանի աշխատողները այնքան խելոք են, այնքան մաքրասեր են, որ աղբի այդ ամբողջ ուրեմն տարան իրենք լվանում են իտես հայ մարդու, իտես Երևանցու, հենց Կորյուն փողոցի մեջտեղում եւ այդ ամբողջ լվացված ջրերը թող խոսեն մայրաքաղաք Երևանի Կորյունի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա։ Եվ հետո այս ջրերը ուրեմն կցնդեն, կգոլորշիանան, տակը մնա նորից ուրեմն աղբատարի ամբողջ պարունակության կեղտը փոշու ձևով եւ լվացող նյութերի ուրեմն եւ լվացող նյութերը նորից փոշու տեսքով եւ այս ամբողջ փոշին շնչելու է դեպի բուհ գնացող հայ երիտասարդը, հայ երեխան։ Հաջորդը խնդրում եմ։ Շատ ցավոտ թեմա է կանաչ տարածքների թեման, որովհետեւ սա եւս նպաստում է Երևանի օդի որակին։
Ուրեմն մենք իհարկե հիշում ենք, որ 1990-ական թվականներից, երբ որ մութ տարիներ էին, մարդիկ արեցին ծառահատումներ, բայց եկեք ասենք, որ այս ծառահատումները միայն վառարաններում վառելու համար չէր, այլ նաև թանկ ժողովրդի վրա փայտանյութ ծախելու համար էր։ Եվ ավելին, արդեն 1990 թվականից սկսեցին Երևանի մեծ կենտրոնը այսպես մխրճվել եւ շինարարական հատկապես ավտոտնակներով ուրեմն լցնել։ Եվ այստեղ տված է այն դիագրամը, թե հեկտարներով կանաչ տարածքը, ընդ որում սա ընդհանուր կանաչ տարածքն է, Երևանում իբրև թե 2003 թվականից սկսել է դանդաղ, բայց աճել եւ 2023 թվականին ինչպես որ հաղորդվում է քաղաքապետարանի կողմից, արդեն 873 հեկտար մենք կանաչ տարածք ունենք։ Վերջերս էլ հայտարարեցին, որ երևս 45 հեկտար ավելացվել է, բայց երբ որ ես մտնում եմ նույն Երևանի քաղաքապետարանի կայքի մեջ, սկսում եմ հետախուզել նրանց դրած տվյալները, ես բացահայտում եմ, որ 2023 թվականին ոչ թե 873 հեկտար տարածք կար կանաչ Երևանում, այլ ընդամենը 488 հեկտար։ Ինչի եք մեզ խաբում, հաջորդը խնդրում եմ։ Այդ խաբելով էլ մեզ սպանում եք։ Երևանում բնակչության մեկ շնչին ընկնող հանրային կանաչ տարածքները ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների։ Ես սա վերցրել եմ Երևանի քաղաքապետարանի կայք էջից։ 2019 թիվ եւ 2023, 19 թիվը կապույտներն է, 23-ը կարմիրն է։ Տեսնում եք, որ Աչափնյակում իբրև թե 19-ից 23 թիվ, ուրեմն մեկ շնչին ընկնող մակերեսը մեծացել է 3.5-ից դարել է 6 ու ինչ որ մի բան։ Ես սրան չեմ հավատում, ինչու, որովհետև իբրև թե եղել է ծառա տնկում, հիմա էլ ասեցին 45 հեկտար էլ լրացուցիչ, բայց այդ 45 հեկտարը, եթե նույնիսկ այսօրվանից սկսեն խնամել, նախ կասկածելի է, թե ինչ ծառատեսակ են դրել, ինչ տիպի սաղարդ կունենա այդ ծառը, եւ 10 տարի հետո միայն մենք կունենանք, այսպես ասած, իրոք կանաչ հեկտար։ Եվ ոչ թե պարզապես ցցված տնկիներով։ Իրենք իհարկե կասեն ձեզ 15 տարեկան տնկիներ ենք դնում, բայց սա ոչինչ չի նշանակում։ Ավանում տեսեք 19 թվականի համեմատությամբ 23 թվականի մեկ շնչին ընկող ուրեմն կանաչ տարածքն նվազել է 5.2-ից մոտարապես դարձել է 5, Արաբկիրում 6.2-ից դարել է 5, Դավթաշենում 7.2-ից դարել է 5.1, Էրեբունիում ընդհանրապես կանաչ տարածք չկար, էտել են հատել, մոտարապես 1.5-ից դարել է 1.2, կենտրոնում, տեսնում եք, կենտրոնում մոտավորապես եղել է 3.8 դարել է 3.5, Մալաթիա Սեբաստյան եղել է 6 մոտարապես 3 դարել է 6.2, Նոր Նորքում 4.8 մնացել է, Նորք Մարաշը թողում եմ, սա առանձին եմ անդրադառնում հիմա, Նուբարաշենը ուրեմն եղել է 4.8 դարել է 3.8 եւ Շենգավիթը եղել է 4.3 մոտավորապես դարել է մոտավորապես 2.1, Քանաքեր Զեյթունում իբրև թե աճ է գրանցվել, դա ուրեմն 6.9-ից դարել է մոտավորապես 8 մետր քառակուսի մեկ շնչին ընկնող։ Ուրեմն հիմա անդրադառնանք Նորք Մարաշի տվյալներին։ 2019 թվականին հաջորդը խնդրում եմ։ 2019 թվականին տեսնում եք ինչ սյուն է։ Նորք Մարաշում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը եղել է 56 մետր քառակուսի։ Եթե կարելի է նորից հետ տարեք, խնդրում եմ։ Իսկ արդեն 2023 թվականին Նորք Մարաշում մեկ շնչին ընկնում էր 1 մետր քառակուսի կանաչ տարածք։ Եվ այս տվյալները հարգելի հեռուստադիտող քաղաքապետարանի տվյալներն են։ Պարզապես իրենք իրար գումարում են, ստանում են 872 կամ 880 հեկտար։ Ես իրենց նույն դրած թվերը իրար գումարում եմ, ստանում եմ ընդամենը 488 հեկտար։ Հաջորդը խնդրում եմ։ Մյուսը Ուրեմն Անտառային փողոցը նախկինում եւ այսօր։ Հիշենք, որ Անտառային փողոցի վրա էլիտար ճակերտների մեջ զանգված է ապրում հայկական մարդ բանականի։ Տեսեք ինչ վիճակ է, ինչ ավերակներ են։
Սա է այդ էլիտար թաղամասի վիճակը։ Փողը կա, շինությունները կան, չկա այն կենսական անհրաժեշտ միջավայրը, որտեղ մարդը, հայ մարդը, երևանցին կարող է բնակվել եւ չստանալ թոքերի քաղցկեղ։ Հաջորդը խնդրում եմ։ Սրանք իմ կադրերը չեն, սրանք ես սոցցանցերից եմ վերցրել։ Շնորհակալ եմ մեծ արված աշխատանքի համար, եւ որ իրենք նաեւ քարոզչական աշխատանք են տնում, նույն փողոցն է, ձախ կողմում ծառերն են, աջ կողմում արդեն ծառերը չկան, դրանց տեղը այսպես կոչված իրենց թայֆայական ուրեմն ունեցվածքը բիզնեսը ապահովող ինչ որ տնկիներ են բերել եւ տնկել եւ զրկել Երևանը կանաչ տարածքներից, որոնք խիստ անհրաժեշտ են հայ մարդու գոյության համար։ Հաջորդը նորից կադրեր են սոցցանցից են վերցրել, շնորհակալ եմ արված աշխատանքի համար, տեղադրված աշխատանքի համար։ Տեսնում եք, նույն փողոցն է, կանաչ տարածք, ներքևում կանաչ չկա, որովհետև իրենց ուրեմն բիզնեսը ապահովում են այս տիպի տնկիներ դնելով։ Հաջորդը ես հայ մարդ, երևանցի, որպեսզի կարողանամ ցույց տալ, թե Երևանը ինչքան անճար, խղճուկ, թալանված, կողոպտված վիճակում է, ես ձեզ հետ համեմատում եմ հետխորհրդային Ալմաթա քաղաքի հետ։ Ալմաթա Ղազախստան պետություն, որի հիմքում Լևոն Միրզոյանն էր, չլիներ Լևոն Միրզոյանը, այսօր Ղազախստան պետություն չէր լինի, բայց տեսեք, որ ղազախական ժողովուրդը կարողացել է կրթվել եւ ունի այսպիսի կահավորած, ձևավորած, կենսական տարածք Ալմաթա քաղաք, իսկ սա մեր Երևանն է։ Հաջորդը ժամանակի առումով, քանի որ ես սահմանափակված եմ, հարգելի հեռուստադիտող, ես չեմ շարունակի իմ այսօրվա ելույթը, միայն ես կոչ եմ անում կառավարության անդամներին, քաղաքապետարանին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին, որպեսզի բավ է, կանգ առեք եւ մի սպանեք մեզ, մի սպանեք հայ երեխային, մի սպանեք ընտանիքը կերակրող հորը, մի սպանեք ընտանիքը կերակրող մորը։ Այսքանը, շնորհակալություն, ստեսություն։